Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Թուրք-ադրբեջանական տանդեմը հերթական զորավարժությունն է անցկացնում Նախիջևանում ռազմական ոլորտի փորձագետների դիտարկմամբ այդ զորավարժությունների հիմքում հարձակողական գործողություններ են, որի թիրախում առաջին հերթին Հայաստանն ու Իրանն են։ Դա բարձ հետևություն, եթե նման բան լինի, հասկանալի է, որ տարածաշրջանը պայթեցնելու ծրագիր կա, զորավարժությունների բնույթը, ներգրավված անձնակազմը, մարտական խնդիրը, տեխնիկան, առաջին հերթին մեզ հուշում է, որ դա հարձակողական գործողություն է, ոչ պաշտպանողական։ Երբ զրահատանկային զորքեր հատուկ նշանակության ստորաբաժանումներ են օգտագործում հրթիռահրետանային կայանքներով, դա հարձակողական է։ Նախիջևանում տեղի ունեցող զորավարժություններին զուգահեռ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը այս օրերին ավելի են ամրապնդում իրենց ռազմական գործակցությունը։ Դա ակներև է տարբեր ձևաչափերով հանդիպումներում հայտարարությունների բովանդակությամբ, զենքի ու զինամթերքի վաճառքի ակտիվացմամբ։ Միջազգային մամուլն էլ գրեց, որ Ադրբեջանը ընդլայնել է Պակիստանի GF-17 կործանիչների գնման պատվերը 16-ից հասնելով 40-ի։ Defense Industry Եվրոպան էլ գրել է, որ գործարքը 4.6 միլիարդ դոլարի է հասնում։ Ինչպես է սա տեղավորվում այսպես կոչված խաղաղության պայմանագիր կոչվածի համատեքստում, երբ Ադրբեջանն օրորի զինվում է, որ ուղղությամբ են այդ կործանիչները ռազմական գործողություններ իրականացնելու, եթե ոչ Հայաստանի։ Որքան էլ դուք ասեք խաղաղություն եք ուզում, երբ քո հարևան երկիրը կոնկրետ խնդիր է դրել ամբողջ տարածքը, Հայաստանի Հանրապետությունը ինքը դիտում է որպես միջանցք, տեսականորեն եւ գործնական մենք փորձում պատրաստել նվաճելու այդ պատերազմի ժամանակ ներքաշվելու են առնվազն տարածաշրջանային երկու պետություն նաեւ, խոսքը Ռուսաստանի եւ Իրանի մասին է։ Թուրքիան եւ Ադրբեջանը համատեղ այս տարվա ընթացքում մեկ զորավարժություն են անցկացրել Ձմռանը Կարս քաղաքում։ Հայկական կողմն Իրանի հետ ապրիլին է անցկացրել հայ-իրանական երկօրյա զորավարժություններ երկու երկրների սահմանին։ Ագարակին հարևան Իրանի Նորդուզի շրջանից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հատուկ ստորաբաժանումները թեթև եւ ծանր զինատեսակներ կիրառեցին, այդ թվում հակատանկային նռնականետեր ու դիպուկահար հրացաններ։ Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն էլ սահմանի հայկական կողմում են անցկացրել վարժանքները։ Իմ տվյալներով ադրբեջանական դիվերսիոն հետախուզական մի քանի խումբ փորձել են Հայաստանի հետ տարածքային ինչ-որ գործողություններ անել եւ ցախողվել են եւ Իրանը ուղղակի հայկական կողմից ստիպել են, որ նման ինչ-որ բան արվի։ Այդ զորավարժությունը Իրանի հատուկ նշանակության հակահաբեկչական խմբավորումները իրենց տարածքում են, մերը մեր տարածքում։ Կանցկացվեն Հայաստանում նոր զորավարժություններ թուրք-ադրբեջանականին զուգահեռ։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը այնուամենայնիվ դեռ պաշտոնապես հայտարարություն չի արել։ Նոր որոշում ունի կառավարությունը Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի եւ կդառնա Հայաստանի պատմության թանգարան ՊՕԱԿ-ի մասնաճյուղ։ Իսկ ինչ է սա ենթադրում, տեղափոխելու են արդյոք թանգարանը, թե համացանցում մարդիկ իրար հերթ չտալով ու բորբոքված իրենց մտավախություններն են բարձրաձայնում։ Ժողովուրդ սրանք անցել են վերջին ջախջախիչ փուլին, ոտքի։ Ինչքան կարակ քանդեք, ինչ կարևոր պատմամշակութային հուշարձաններ, կոթողներ, մի բան չթողնեք, քանդեք։ Այդ տարածքը ում եք վաճառելու, թե արդեն պայմանավորված է արենդով տալու համար։ Շատերը կարծում են, թե սա հերթական հակահայկական եւ մեր ինքնությունը պառակտող գործելավոճն է։ Կապ հաստատեցինք թանգարանի տնօրենի հետ, պարզելու թե որն է նախագծի ընդունման նպատակը եւ ինչ խնդիր է այն լուծում։ Տնօրեն Վալերի Հակոբյանն ասաց, ինքը ոչնչից տեղյակ չէ։ Ավելի շատ կոմպետենտ ու տեղյակ են Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչություն։ Ես խնդրում եմ իրանց, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դուք թանգարանի տնօրենն եք եւ ձեզ հետ չեն խոսել այս հարցով։ Ես տեղյակ չեմ այս պահին, չեմ կարող պատասխանել։ Ըստ Մարաբյանի հավաքածուների հաշվառումը, ցուցադրությունների կազմակերպումը եւ առհասարակ թանգարանային ոլորտի գործընթացները ճիշտ ու գրագետ համակարգելու անհրաժեշտությունից ելնելով է այս որոշումն ընդունվել։ Պաշտպանության նախարարության կողմից է հենց առաջարկը եղել ԿԳՄՍ նախարարությանը, որպես ոլորտի լիազոր մարմին, նաև հաշվի առնելով 2020 թվականին Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի արդեն փորձը եւ նախադեպը, Մայր Հայաստան թանգարանը նույնպես ներառել նախարարության համակարգի ներքո։ Հիմնական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Գործող թանգարանն ի դեպ հիմնադրման 2016 թվականի ապրիլից ի վեր զբաղվում է հայկական ռազմական
ռազմական արվեստի եւ պատմության մասին ցուցադրական նյութերի համալրմամբ, հաշվառմամբ, պահպանմամբ ու հանրայնացմամբ։ Շատ է արծարծվում, լուծարում եւ այլն, նման բան գոյություն չունի։ Թանգարանը գործելու է իր տեղակայված վայրում, հարմոնիկ պաս է կազմում Մայր Հայաստան հուշարձանախմբին եւ որևէ բովանդակային իր հավաքածուների, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման որևէ փոփոխություն չի կրելու։ Մենք ընդհակառակը այս նախագծի շրջանակում նախատեսում ենք բարելավել, բարեկարգել, արդիականացնել, խնդիրները արդեն մասնագիտական տեսանկյունից վեր հանել եւ նորովի ներկայացնել։ Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, թանգարանի վերակազմակերպման նախաձեռնությունն ուղղված է այս գործունեության շարունակականությանը։ Վստահեցնում են նաեւ, որ կադրային ջարդ փոխատեղություններ չեն լինի։ Այս տարին էլ գլորեցին աշակերտները առանց դասագրքի ուսումնական տարեվերջին պարզվում է, որ հանրապետության դպրոցները նոր բոլոր դասագրքերը չէ, որ ունեն։ Երկրորդ, 7-րդ եւ 8-րդ դասարանցիների մոտ դասագրքային սով է։ Ամբողջ տարին երեխաներն անցկացրել են առանց ռուսաց լեզվի, թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկաների դասագրքերի։ Բավականին բարդ պրոցես է ստեղծում ուսուցչի համար։ Ինքներս ուսումնասիրել ենք թեմաները առցանց տարբերակներով, հղումներ ենք ուղարկել կամ տվյալ նյութերը, որ տարբերակով ենք հավաքագրել ու փոխանցել երեխաներին կամ տպել ենք թղթերով ենք բաժանել, այսպես բավականին խառը իրավիճակում փորձել ենք հաղթահարել process-ը։ Ուսուցիչներն իհարկե կհաղթահարեն մի կերպ process-ը, որի ամբողջ ծանրությունը հենց նրանց ուսերին է թերևս, բայց ինչ կարժենա դա մանկավարժին։ Առարկայի մտցնում առարկայացանք հանրակրթական դպրոցի եւ դրա դասագիրքը ընդհանրապես բացակայում է, դա իրականորեն ազդում է կրթության որակի վրա։ Ուսուցիչը չգիտի ինչ պարապի։ Թվային գրագիտություն առարկան մտցրելու են դպրոց, ասում են գնա հին ինֆորմատիկայի դասագրքով դասավանդիր։ Հին առարկան բովանդակային առումով լրիվ այլ է, թվային գրագիտություն լրիվ այլ բան է։ Նախարարացնող ուսուցիչը պիտի ստեղծագործի։ Մինչև երբ պիտի ուսուցիչը երևակայությանը զարկ տալով դաս պարապի, հանրակրթությունն ունի նոր չափորոշիչներ, բայց չունի այդ չափորոշիչներին համապատասխան գրքերը։ Նախարարության հայտարարած մրցույթներին էլ ըստ փորձագետի մասնակցող չկա։ Դասագիրք չեն ուզում գրել մասնագետները, բոյկոտում են։ Ինչու՞։ Դասագրքերի փորձաքննական հանձնաժողովի կազմը գաղտնի է պահվում նախարարության կողմից։ Այո, մրցույթից առաջ պետք է փակ լինի, գաղտնի լինի, չիմանան ովքեր են փորձաքննողները, որպեսզի օբյեկտիվության բաղադրիչը պահպանվի, բայց կարելի է ու ճիշտ կլինի, որ մրցույթից հետո այդ հանձնաժողովի կազմը հրապարակի իմանան մարդիկ գրքերի հեղինակները կարողանան հարցադրումներ անել, թե ինչու իրենց դասագրքերը չեն անցել։ Չարտարացված գաղտնիության շղարշն էլ ստիպում է մասնագետներին, որ չհամագործակցեն չգրեն դասագրքեր։ Տապալել են դասագրքի ստեղծման գործընթացը կրթության նախարարությունում, ասում է փորձագետն ու հավելում. մեր դպրոցներում օրորիա հագնացող ֆունկցիոնալ անգրագիտությունը հաղթահարելու գերխնդիր ունենք։ Կրթության նախարարությունից էլ դպրոցների տնօրեններին ասել են, թե թվային գրագիտություն եւ համակարգչային գիտություն առարկայի դասագրքի մրցույթի հաղթողն արդեն կա։ Խոստացել են, որ այս ուսումնական տարում դասագիրքը կդրվի աշակերտների սեղանին։ Դավիթ Անհաղթի այգին, որը երևանցիների սիրելի վայրերից մեկն էր, այս տարիների ընթացքում ավերակների էր վերածվել։ Ծառերը չորացել էին, խոտերը նույնպես։ Տարիներ առաջ այդ այգու տարածքի մի մասը վարձակալությամբ էր տրվել, հետո գրավադրվել ու այգին օրորի ամայացել էր։ Կառավարության, Երևանի քաղաքապետարանի ու Քնեքեր Զեյթունի թաղապետարանի շնորհիվ այգին հիմա արդեն բարեկարգվում է։ 7 ժամից ավելի մաքրման աշխատանքներ են իրականացվել։ Մի քանի բեռնատար աղբ է հեռացվել։ Քանաքեր Զեյթունի թաղապետարանի մեծ թվով աշխատակիցներ, վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի սանմաքրման վարչության մեծ թվով աշխատակիցներ, կամավորներ, հիմնականում այս այգուն հարակից շենքերի բնակիչներ միացել են եւ բարեկարգում ու մաքրում են այս հատվածը։ Այգու մշտական հաճախորդները վստահեցնում են, հսկայածավալ աշխատանքներ են կատարվել։ Հիմնովին փոխվել են շատրվանների համար եղած ջրագծերը, ջրի խողովակները, արտաքին լուսավորության համար նախատեսված լարերը, սյուները ստեղծվել են նոր, ավելի հարմարավետ ջրահեռացման համակարգ, հեռացվել են դառն ապրած ծառերը, փոխարենը տնկվել են նորերը։ Միանշանակ շատ լավ այգի ենք ունենալու, մեր ժողովրդի համար է ծառայելու, որպես
Աշխատանքները դեռ չեն ավարտվել, բայց պատասխանատուները վստահեցնում են, ամիսներ անց այգին նորից դառնալու է երևանցիների նախընտրած վայրը։ Արաբկիրի Շիրվանզադե Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում մի քանի օր է հակասանիտարական վիճակ է։ Ամենուր գարշահոտ է, պատճառը դիտահորից դուրս եկող կոյաջրերն են։ Հետո դա չգիտի ոնց անցնի։ Քաղաքացիները զայրացած են, չեն կարողանում հասկանալ տարվա այս եղանակին ոնց կարելի է նման հարց աչքա թողանել։ Խոլերայի վտանգ կա, անցուդարձ անել էլ չեն կարողանում։ Սենց այդ մինչև Կոմիտասի պողոտա։ Բնակիչները նշում են, որ մի քանի անգամ զանգել են համապատասխան կառույցներ, այդ թվում Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակաց, թեպետ այստեղից Արաբկիրի թաղապետարան մի քանի քայլ է ու չգիտես ինչու այս գարշահոտ վիճակը թաղապետարանին չի հետաքրքրում, չի հուզում։ Երևանցիները ոչ միայն Վեոլիա ջրի, նաև քաղաքային իշխանության ուշադրությունն են հրավիրում խնդիրն արագ կարգավորելու համար։